Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ։ Եթե իսկապես ուշադիր եք հետևում մեր թողարկումներին, ապա նկատել եք, որ մենք հիմնականում անդրադառնում ենք նոր լույս տեսած գրքերին։ Բայց կարծում եմ, որ նաև ժամանակն է կամ բարբերաբար կարելի է նաև անդրադառնալ մեր դասական հեղինակների դասական ստեղծագործություններին եւ փորձել դրանք դիտարկել, քննարկել նոր լույսի ներքո, նոր հայացքով, ինչպես ասում են, ժամանակակից միտումներով եւ ինչու՞ չէ, օրինակ նաեւ հոգեբանական վերլուծության տեսանկյունից այդպիսի մի փորձ այսօր կանենք Հովհաննես Թումանյանի Լոռեցի Սաքոն պոեմի հետ եւ իմ հյուրը բնականաբար հոգեբան Արամ Խաչատրյանն է, ողջույն Արամ։ Մենք շատ հայտնի գործից ենք այսօր խոսելու, ես նույնիսկ կարող եմ մարդկանց թվարկել, որոնք ամենատարբեր հատվածները անգիր գիտեն, ասենք այն Լոռու ձորն է ուր հանդիպակաց, բայց քչերը գիտեն, որ դա Լոռեցի Սաքոյից է, օրինակ էլի։ Իսկ շատ հանրահայտ գործ է, ընդ որում հանրահայտ է ոչ միայն որ շատ մարդիկ գիտեն, այլ նաև հանրահայտ գործ են առումով, որ ի սկզբանե վերլուծվել է շատ, հա, լույս տեսնելուն պես շատ վերլուծվել է, տարակերպ մեկնաբանություններ, համոզիչ է Սաքոյի խելագարությունը, հա, համոզիչ չէ եւ այլն, եւ գրականագետներն էլ, հա, տասնամյակների ընթացքում Թամրազյանը, Հրանտ Մկրտիչ Մկրյանը, գիտեմ, ովքեր որ զբաղվել են Թումանյանով, Էդվարդ Ջրբաշյանը միշտ փորձել են, ահա, այդ կետը հանգուցային պահել, խելագարվելու հոգեբանական համոզչականությունը։ Ինչ անենք, վերջից գանք, այսպեսի մի հարց կա, ինչու խելագարվեց Լոռեցի Սաքոն։ Այդտեղից գանք, թե փորձենք աստիճանաբար մեկնել պոեմը։ Ելնելով քո նշածից, ի սկզբանե պիտի ասեմ, որ հոգեբանի տեսանկյունից եւ հոգեբանության տեսանկյունից եթե նայում ենք նյութին, ապա լիովին համոզիչ է Սաքոյի խելագարությունը։ Եվ դա մեծ հավանականությամբ տեղի կունենար։ Այն թե ինչպես է Թումանյանը շարադրում իրերի հաջորդականությունը, սյուժեն, տանում հասնում Սաքոյի խելագարությանը, դա խորը հոգեբանական զգացողություն է պետք, որ իմանաս թե ոնց է զարգանում խնդիրը, որ դառնում է այնպիսին, ինչպիսին Սաքոյի մոտ եղավ։ Եվ Թումանյանը դա շքեղորեն ցույց է տալիս։ Ահա միանշանակ դա այդպես է։ Ինձ շատ հետաքրքիր էր այս գործը եւ հոգեբանության տեսանկյունից եւ որպես գրականություն, թե ինչպես է ներկայացնում երևույթը հաջորդաբար, այստեղ հետաքրքրությունը կանում էր սկզբում նրանում, որ Թումանյանը նաեւ պահել է վերլուծության հաջորդականությունը կարծես, հոգեբանական վերլուծության ձևի։ Ես չգիտեմ, այն ժամանակներում հոգեբանական գիտելիքը որպես այդպիսին գիտության չի եղել կամ հասանելի չի եղել թերևս Հայաստանում, բայց նա կարողացել է պոետիկ մոտեցման միջոցով ծավալել այդ դրաման այնպես, ինչպես օրինակ թերապիայում են մոտենում երազներին, երևակայությանը, մարդու անհատական պատմությանը եւ այլն։ Բայց գիտես չէ, Թումանյանը 20-21 տարեկան տղա էր, երբ որ այս պոեմը գրեց։ Ուրեմն նա ունեցել է այդ զգացողությունը, կարողացել է ինտուիցիա։ Դες ինքը ընդհանրապես շատ էր խոսում ինտուիցիայից Թումանյանը եւ դու հիշատակեցիր երազները եւ այլ բաներ։ Ինքը երազներին նաև հավատացող մարդ էր եւ տարբեր դեպքեր կան ուշագիրները պատմել են այդ երազների մասին եւ նաև սիրում էր այդ ժողովրդական բնականաբար այդ պատմությունները ուսումնասիրել նիստուկացը եւ այլն եւ միայն Լոռեցի Սաքոյում չէ դեպի անհունը պոեմում անուշ պոեմում այդ դրվագները արտացոլվել են եւ ես հիշում եմ որ հետագայում անգամ հոգեբաններ են վերլուծել օրինակ Թումանյանի անուշը եւ ապշել էին Թումանյանի հոգեբանական հմտությունների վրա երևի տվածուրիկ բան է, այսինքն հոգեբան մենակ կրթությամբ չեն, էլի Արամ։ Իմ սիրելի գիտնական Կարլ Յունգը ասում է, որ իրեն ավելի խորապես հասկանում են պոետները։ Այսինքն այդ պատմության, անհատական պատմության խնդրի ընթացքը, դա կարծես գրականության կամ չգիտեմ թատրոնի ընթացքի նման լինի։ Սկզբում ունենք այն միջավայրը, որտեղ զարգանում է երևույթը։ Ունենք ընթացքը, ունենք կուլմինացիան, որը բոլորը այստեղ երևում է, եւ վերջում էլ այն իմաստը, լիզիսը, որով ամբողջանում է այդ տրված երևույթը։ Ասեմ Արմենիկ ջան, օրինակ երազների վերլուծությունն էլ կամ երևակայության վերլուծությունն էլ տեղի ունենում նույն սցենարով, ոնց որ ենթադրենք պոեմն են գրում, թատերական խաղարկումն է տեղի ունենում եւ այլն։ Ինչը այս գործում բավական պահված է։ Այս գործը շքեղ է նաեւ նրանով, որ Թումանյանը այստեղ ներկայացրել է նաեւ բոլոր այն կարևոր սիմվոլները, որոնք ասենք իրենք իրենցով չափազանց խոսում են այդ երևույթի ծավալման մասին։ Խելագարության։ Ոչ միայն խելագարության, նաև թե ինչպես է հասնում այդ շեմին։ Օրինակ կներես մինչև կմանրանաս տես
Ես մի քիչ իմ գրականագիտական դիրքերից գամ, նաև հաշվի առնելով ինչ եմ կարդացել ժամանակին, որպես վերլուծություն, այսպեսի մի հարց կարող է ծագել, չէ՞, ինչի մասին է ի վերջո Լորենցի Սաքոն պոեմը, գրականագիտության մեջ այդ խելագարության դրվագը որպես հետևանք է, ոչ թե որպես պոեմի նյութ, որովհետև ըստ գրականագետների Թումոյանը այդ խելագարության պատմության բերում է այդ ժամանակի հասարակության հետամնացության, չգիտեմ, նահապետական բարքերի, ինչ որ ոգիների, չարքերի շուրջ, այդ նահապետական հավատալիքների մի համապատկեր, որի հետևանքը դառնում է Սաքոյի խելագարությունը։ Այ որ դու ասում ես այդ սաղ դետալները կան, այն ժամանակ միշտ ես մտածել եմ հետևյալի մասին, հիմա կարող ես իմ այդ մտածածը նաև մեկնակետ ծառայեցնել։ Տես, ես մտածում եմ Սաքոն մենակ չի որ ապրում է, չէ՞, այդ նահապետական աշխարհում տասնյակ այդպիսի բարդիկ են, հա։ Եվ ստացվում էր, որ պոտենցիալ խելագարներ են այդ միջավայրում ապրող մարդկանց մեծ մասը։ Դու կարծում ես մենք ազատ ենք հիմա այս բոլոր սիմվոլների ազդեցությունից։ Վախեցրեցիր դրա համար, չէ՞։ Իրականում չէ։ Իրականում ազատ չենք։ Ես նաև հետաքրքիր էր, որ կարդալու ընթացքում մեր օրերի ազդեցությունն էլ ասենց նայում էի, թե օրինակ սոցիալական հարթակները, գadgetները եւ այլն ինչքանով են ազդում մեր հոգեկան աշխարհի նորմալության, կոնստրուկտիվության եւ կենսագործման նորմալության վրա։ Եվ զգում էի, որ այդտեղ բացեր կան ահագին։ Հենց թեկուզ այստեղ գալու ճանապարհին բավական կողքերս նայում էի որպես հոկեբան, դե դա ավտոմատ է աշխատում sense։ Նայում ես կողքեր, տեսնում ես, որ այստեղ մի բան են չի։ Եվ կարծում եմ այն ժամանակվա եւ հիմիկվա այդ ոգիների եւ այլնի հավատալիքների նախապաշարմունքների էությունը շատ չի փոխվել։ Պարզապես բաներ կան, որ դրանց անուններն են փոխվում ժամանակի ընթացքում, որտեղ մարդու էությունն է հավատալ որոշակի բաների։ Դրանք կարող են մի որոշ ժամանակում լինել աստվածներ, ոգիներ եւ այլն, հետո դրանք կարող են դառնալ որոշակի, չգիտեմ, իզմեր եւ այլն, բայց դրանք ազդում են։ Այսինքն մենք հիմա նույնպիսի միջավայրում ենք ըստ էության, այս քովելության ինչ որոշ առումով այս կողմ այն կողմ, մենք էլ մենակ լինենք այդ տագնապը։ Այստեղ շատ հետաքրքիր բան ասացիր, մենակ լինելը։ Այս նյութի մեխային պայմաններից մեկը դա մենակության մոտիվն է։ Եվ հենց մենակության հարցն էր, որ ես ընթացքում այսօր քայլելիս նայում էի, ինչքանով ենք մենք այսօր ժամանակակից մարդը կարողանում մենակ լինել։ Մենք հենց մենակ ենք լինում, հանում ենք հեռախոսը, սկսում ենք թերթել։ Այսինքն փորձում ենք ինչ-որ կերպ շփվել օբյեկտիվ աշխարհի հետ, մեր կապը պահել, ինտրոյեկցիա չանել, չգնալ մեր ներսը, զանգել հեչ որ չա։ Այո, եւ դա ինչքանով է մեզ թույլ տալիս նայել մեր հոգեկանի խորքը, մտածել մեր հոգեկանի խորքում եղած կոնֆլիկտների մասին, խնդիրների մասին ու փորձել խորապես դրանք քննարկելով ինքներս մեր համար լուծումներ փնտրել ու գտնել։ Արդյոք մենք չենք մնում որոշակի մակերեսի վրա եւ այդ մակերեսը մեզ ուր է տանելու հասցնի։ Տես, մենք խոսում ենք Լորենցի Սաքոյի եւ այդտեղի այդ ժամանակվա նախապաշարմունքների մասին, բայց քանի գնում է գիտությունը ցույց է տալիս առողջապահությունը, որ տագնապայնությունը աշխարհում մեծանում է։ Դա ինչից է գալիս։ Բավական շատ պատճառներ կարող ենք բերել, բայց ըստ էության այդ երևույթը, որը պետք է որ այսքան զարգացման ընթացքում հոգեբանության, բժշկության եւ այլն իջներ այնինչ բարձրանում է։ Ուրեմն մենք ունենք խնդիրներ առօրյական, որոնց պետք է նայենք եւ կարծում եմ Լորենցի Սաքոյի կարելի է գտնել եւ այստեղ ամփոփված կան այդ բովանդակությունները ուղերձներ, որոնց մենք ուշադրություն դարձնելով այսօր օրինակ կփորձենք ավելի կառուցողական նայել մեր կյանքին, ավելի մի քիչ մեր ներհոգեկանի մասին մտածել, փորձել լուծել մեր խնդիրները, որ չլինենք այնպեսի։ Լավ, այդ դեպքում այդ հարցը շատ տրվող։ Ինչու խելագարվեց Լորենցի Սաքոն։ Շատ հետաքրքիր ձևով է դա տեղի ունենում, ինչը մեր ժամանակներում էլի շարունակվում է։ Տես, տեքստում գրված է, որ այն ժամանակ, երբ Լորենցի Սաքոն մնում է մենակ, ինչ որ մոռացված հուշեր են սկսում գալ իր մոտ։ Ընդ որում դրանց մասին պատմել էր տատը։ Դա մի ահագին մեծ թեմա է, թե մեծ մայր ասածը, որը որպես արխետիպի եթե տատը պատմած չլներ, կարողա չգային։ Ինչից պիտի գային։ Ասենք մայրը պատմած լիներ։ Տես, բայց այստեղ եմ ասում Թումանյանի շքեղությունը, ինքը ընտրել է հենց մեծ մորը, տատին։ Ուրեմն Էրիխ Նոյմանը Յունգյան հոգեբանության այն կարևորագույն կերպարներից մեկը մի շատ հետաքրքիր գիրք ունի, կոչվում է Մեծ մայր, եւ այդ մեծ մոր արխետիպի ազդեցությունը մարդկանց վրա նա մի քանի ուղղությունների է բաժանում, որոնցից մեկը
սնման, մեծացման, աճեցման, ապահովության ստեղծումն է մարդկանց համար, բայց դրան հակառակ նաև այդ նույն մեծ մայրը ունի սոսկալի կողմեր։ Սահմանափակում է իր զավակին, չի թողում աշխարհ դուրս գա, կամ չգիտեմ, մեծ մոր խժռող ասպեկտներն են մեջ բերում, թե ոնց է երեխայի հոգեկանը, այսպես ասած, խժռում։ Դա հենց կապված չի անմիջական մոր կամ անմիջական տատու ազդեցության հետ, այլ այն, թե երեխան ինչքանով է այդ արխետիպը օբյեկտիվացնում այդ տատու կամ մոր կերպարի մեջ, առնչվելով փոքր ժամանակ իր հետ։ Եվ այդ ժամանակվա նրան տված ուղերձները, պատմությունները, հեքիաթները, որոնց միջոցով այս կյանքն են փորձում բացատրել այդ երեխային, չափազանց կարևոր բան են։ Այստեղ այո, բավական շատ զգուշ է պետք լինել այս առումով։ Մարիա Լուիզա ֆոն Ֆրանցն ասում է, մի օրինակ մենակ թե բերեմ, ուրեմն ֆոն Ֆրանցն ասում է, ինքն էլ յունգյան հոգեբան է, որ շատ զգուշ եղեք Անդերսենի հեքիաթները երեխաների համար կարդալուց։ Ինչքան էլ գրիմի հեքիաթները, գրիմ եղբայրների հեքիաթները լինեն դաժան, զարհուրելի բաներով, դրանք լուծումներ ունեն, նորմալ։ Իսկ Անդերսենի հեքիաթները նրա անհատական կոնֆլիկտներն են պարունակում իր մեջ, որոնք փոխանցելով մեր երեխային մենք կարող է ինչ-որ անդառնալի հետևանքներ թողենք նրա հոգեկանում։ Այ տատը փոխանցում է մի բովանդակություն, որը երեխայի հոգեկանը այդ չէր կարող կրել այդ ժամանակ։ Ժամանակի ընթացքում նա դա մոռանում է, որը ըստ էության արտամղման պաշտպանական մեխանիզմ է առաջանում։ Հետ ուղղակի թողնում է իր հետևում, ես դա չգիտեմ, չեմ իմացել, ոչինչ պատմել են, ոչ էլ, բայց դա անգիտակցականում, որտեղ թողնում է սակոն, այնտեղից աշխատում է իր ձևով։ Եվ աշխատում է այն ժամանակ, երբ անգիտակցականի ակտիվացման պայմանն է ստեղծում, իսկ դա մենակությունն է, այո։ Մենակություն, բա այդ այնտեղ նաև վերլուծներում ասում է գիշերը, այո։ Եվ պատահական չի, ասում են, որ Թումայանը սկսել է այն լոռու ձորն է, որ հանդիպակաց այդ դրվագով, չէ, որ այդ մռայլությունը, լրացուցիչ բնությունն էլ իր հերթին։ Եթե կարելի է այդ հատվածի մասին, որտեղ բավական հրաշալի է գրել, ես կուզեի ասել, ինչքան էլ հաջորդներին չկարողանանք հասնել, փորձենք հատվածաբար սկզբից գնալ, որ գոնե ինչ-որ ինֆորմացիա գիտենք արդեն ինչի խելագարվեց Լորեցի Սակոն, որտեղ տատը պատմել էր։ Այսինքն դա շատ ֆենոմենալ արժեք մնացել էր, այո, մնացել էր նրա հոգեկանում։ Հետո նա պիտի առնչվեր դրան, եւ դրանով պայմանավորված նաեւ պաշտպանական մեխանիզմներից մեկը կոմպենսացիան էր, փոխհատուցումը, որովհետեւ Սակոն դրա արդյունքում, որ կարողանա դրա հետ ինչ-որ բաներ անել, նա դառնում է ֆիզիկապես ուժեղ, այսպես ազդեցիկ, աժդահա, այդ ցուպը ձեռքին, որից վախենում են շատերը, բայց այդ ամբողջ ֆանատիկական ուժեղության հետևում բավական խորը կասկած ու կոնֆլիկտ կար թաքնված փոքր ժամանակից։ Այդ գրականագետները ասում են, Թումանը դրանով էր հակադրություն ստեղծել, որ տես աժդահա չէ, Սակոն ինչ աժդահա տղա է, բայց վախը իր մեջ նստատել էլ հակադրությունը։ Նա շատ ճիշտ է զգացել, թե ինչպես է աշխատում պաշտպանական կոմպենսացիայի մեխանիզմը։ Այսինքն մարդը վախկոտ ալինում կարա աժդահա լինի, այդ վախից են դառնում աժդահա։ Բոլոր դեպքերում չէ, բայց դա կարող է լինել։ Ուժեղ հաղթանդա մարդկանց տեսնում է, որ տեսնում ենք, ինչ որ վախի նստված կա։ Բոլորին չէ։ Տվյալ դեպքում Սակոն դրանից է։ Այո, Սակոյի դեպքում այդ մեխանիզմը աշխատում էր որպես այդպեսին։ Ուրեմն տես առհասարակ պոեմի պատմության, երազի, երևակայության պատմելու սկիզբը բավական մեծ նշանակություն ունի։ Այն միջավայրը, որտեղ դա ծավալվում է։ Թումանի մոտ դա վարպետ։ Այո, վարպետած վարպետի ձևով են ասա ներկայացնում, ինչ առումով։ Ներկայացնում է ձորը, որը անգիտակցականի սիմվոլ է, ներկայացնում է կենսական էներգիայի։ Ձորն էլ է սիմվոլ։ Այո, բոլոր ամեն ինչ է։ Այդ իրականում կա, ես գնացել տեսել եմ։ Տես, Արքմենիկ ջան, այն ինչ մենք տեսնում ենք, դրան փորձում ենք հաղորդել իմաստ։ Կարևորությունը դրանում է։ Այն ինչ կա, ինքնին այդքան կարևոր չի, ինչքան մենք իմաստ ենք հաղորդում դրան։ Եվ այդ իմաստով նա դրել է սրա մեջ։ Տես, օրինակ ինքը դեբետ գետը վերցնում է, անունը Դև Բեդով է տալիս, Դև բառից, այսինքն խթոնիկական ինչ-որ ձևով, եւ ներկայացնում է որպես գժված գետ, որը վերջում ըստ էության Սակոյի հոգեկանի խաղարկումը որպես այդպեսին լինելու էր։ Եվ այդ կենսական էներգիա պարգևող սիմվոլը գետը, որ պիտի հոսեր, պիտի ծաղկեցներ եւ այլն, այստեղ արդեն գժված սելաֆի ձևով է առաջ շարժվում։ Ուրեմն մենք ունենք իրողություն, որը ցույց է տալիս մեզ, թե ինչ է տեղի ունենալու հետո կամ ինչ է ծավալվում հենց այդ պահին այդ իրավիճակում։ Եթե օրինակ
երազը պատմում են եւ սկզբի մոտիվները լինում են այսպեսին, չպետք է մտածել, որ այդ մարդու մոտ ամեն ինչ հարթ է եւ այլն։ Այս յուրաքանչյուր սիմվոլը ցույց է տալու, թե ինչպիսի կոնֆլիկտի հետ գործ ունենք տվյալ մարդու ներհոգեկան կոնֆլիկտի մասին։ Արամ տես կարելի է դրանից եզրահանգման գալ հետեւյալը, որ ի սկզբանե Սաքոյի մեջ կային խելագարության ինչ որ հատիկներ։ Ինչ եմ սա ասում, որտեվ երբ որ ժամանակին վերլուծում էին Լորենցո Սաքոն գրականագետները եւ համադրում էին Անուշի հետ, օրինակ Անուշն խելագարվեց, չէ, պոեմի վերջում, բայց ասում էին, որ դες օրինակ Անուշի մասով այն սկզբի մասերում Թումոյանն ակնարկում է, որ ինչ որ հորետեսության հանդեպ հակվածություն ունի Անուշը, ինչ որ նշաններ կան, էլի, որ կարող է ի վերջո տանեն հանգեցնեն խելագարության, բայց Սաքոն առողջ տղա էր, էլի, ոնց կարա մի անգամից խելագարվի, լավ, ինչքան էլ է տատին պատմեց, հիշեց, ինչքան էլ մութ էր, մենակ էր, այդ լոռու ձորներ, ոնց էլի, տես մի անգամից ոնց կարա դնի ու խելագարվի այդ մարդը։ Ինչ որ հիմքեր կան, որ հետաքրքիր ըստ էության ես հիմա ասած։ Այ որ ասի զորմոր կարող է Թումոյանը գլխանց ակնարկել է, որ Սաքոն էլ ինչ որ մի բանով են չէր էլի։ Ոչ թե ակնարկել է, որ Սաքոն մի բանով են չէր, ամբողջ այդ իրողության նախապատկերն է տվել, որովհետև բայց մի անգամից ոնց պետք է խելագարվելի։ Դե մի անգամից չի լինում դա։ Հիմա մի գիշերում դրա մեխանիզմը մոտավորապես ասեմ, թվում է թե դա մի անգամից է տեղի ունենում։ Օրինակ այցելուները գնում են հոգեբանի մոտ, հոգեթերապևտի մոտ, ասում են՝ «Այ գիտես, այսօրվանից սկսած եւ ես բանը խոճապային գրողներ եմ ունենում»։ Բայց այդ այսօրվանից սկսած չի։ Այդ ամբողջը կուտակվել եկել հասել է մի կետի, որից հետո սկսել է դա տեղի ունենալ։ Հասկացա, բայց իբր Թումոյանը տվել է, որ ինչ որ այդ խոճապային բաները Սաքոյի մոտ ես իմ նոյի թվից եղել են կամ Չէ, ըստ էության այս տեքստում տված չի, բայց կարելի է գլխի ընկնել, որ ինքը ակնարկում Բայց համոզիչ է, ինքը դնում այո, մանկությունը բավական շատ լուրջ ազդեցություն կրող ռեսուրս չունեցող երեխայի հոգեկանը եւ այն ժամանակվա տված իրան սիմվոլները, հաղորդումը, չգիտեմ, ուղերձը։ Դրանք կարող են այո, կամարել։ դա եկել հասել է միջև այդ ժամանակը։ Եվ հարցը առաջանում այդ կտորը իհարկե ոնց որ ասած իմացության այդ հատվածը բաց է մնացած, բայց արդեն հասկանալի է դառնում մեր համար, թե ոնց է լցված եղել Սաքոյի կյանքը։ Ըստ էության իր մանկությունից մինչև այդ հատվածը պաշտպանական մեխանիզմների ուժեղ աշխատանք է եղել այդ ընթացքում, որը մի օր այդ էներգիան ուղղակի անհնար է, որ մարդը մինչև կյանքի վերջը տենց կարողանա պաշտպանվել այդ ներհոգեկան կոնֆլիկտներից։ Մի օր այո, հենց պորտկման, որ դուռը բացում է եւ այդ բոլոր շարքերը մտնում են ներսը։ Բավական հետաքրքիր է։ Բռնեցեք փախավ Սաքոն խելը։ Ընդ որում փախավն էլ բավական հետաքրքիր տագնապին արձագանքելու ձև է։ Տագնապին արձագանքում են սովորաբար կամ խփելու մեթոդով, ագրեսիվ, կամ փախչելու մեթոդով, կամ քարանալու։ Սաքոն ընտրում է փախչելու մեթոդը տագնապից, էլի փորձում է խուսափել իր կոնֆլիկտից։ Իսկ այս տեսիլը, հա, որ ամեն դեպքում տեսիլ էր, ոչ լծվեցին այդ։ Այո, Այս տեսիլը ոնց է մեկնաբանում, որովհետև ամեն երևույթին ինչ որ խորհրդանշական արժեք տվեցիր։ Ահա։ Ուրեմն դա բավական մանրամասն քննարկել եմ այն նոր տպագրությունում է արդեն էպոս եւ պսիխե ապագա գործում էպոսի հոգեբանության վերաբերյալ, այո։ Ուրեմն անգիտակցական բովանդակությունը, եթե մենք ընդունում ենք որպես մեր գիտակցությանը բավական հակադիր, չընդունելի եւ այլն, այն կարծես դեմոնիզացված է լինում այդ անգիտակցական բովանդակությունը մեր։ Եվ եթե մեր գիտակցության պաշտպանության այդ գիծը մի որևէ ժամանակ փլուզման եզր է տալիս, անգիտակցական այդ բովանդակությունը դեպի մեր գիտակցություն լցվում է կարծես հեղեղի ձևով։ Շատ են դրանք էպոսում այդ հեղեղման կամ չգիտեմ, այս թեկուզ Բաղդասարի են բաները հիշենք, այդ process-ը կոչվում է հոգեբանության մեջ ես մի քիչ ընդհանուր կասեմ, դրանք պսիխոտիկ process-ներ են, որ անգիտակցական բովանդակություն առանց վերահսկման կառավարման լցվում է գիտակցություն։ Այդ էլ պիտի տեղի ունենար ըստ էության։ Եթե Սաքոն չուզենար առնչվել այդ բովանդակությանը, երկխոսեր դրա հետ եւ կարողանար լուծումներ գտնել։ Մի հարց այդ հարցով ամփոփենք, այդ լուծումից կախվեցի ճիշտն ասած, հնարավոր էր խուսափել խելագարությունից։ Այո, միանշանակ։ Ինչ պետք է աներ Սաքոն։ Տես, ուրեմն բանում մեր առասպելաբանության մեջ էլ կրոնում էլ դե հոգեթերապևտիկ դաշտը չեմ ասում էլ, որտեվ հիմա այդ հարթակը չի, որ ավելի շուտ հոգեթերապիայից խոսամ, օրինակ վերցնենք Սանասարին եւ Բաղդասարին։ Երբ Սանասարն ու Բաղդասարը գնում են ծովի հատակից իրենց այդ հրեղեն զին հանելու, այդ ընթացքում ուրեմն
Բաղդասարը հրաժարվում է մտնել այդ ծովը, խորասուզվել է տեղ, գտնել սիմվոլներ դուրս գալիս։ Այդ ծովը անգիտակցականի սիմվոլներ ներկայացնում։ Սանասարը գտնում հզորացած դուրս է գալիս։ Որոշ ժամանակ հետո Սանասարը, որ խուսափել էր այդ բովանդակությանը առնչվելուց, իր մոտ սկսում են էլի նույն այդ տեսիլների process-ները եւ այլն։ Կարևորագույն դիրքորոշումն է ստեղն այն է, որ դու կարողանաս այդ բովանդակությանը երկխոսել։ Հիմա դու կարողանաս, այո, թե ինչ որ մեկի օգնությամբ, դա արդեն ընտրության հարց է։ Շնորհակալություն Արամ շատ հետաքրքիր վերլուծության համար։ Ես մեր ռադիո լսողներին նաև ուզում եմ խոստանալ, որ մենք ավելի պարբերաբար կհանդիպենք եւ շատ հետաքրքիր գործեր կքննարկենք հենց հոգեբանական տեսանկյունից, որովհետեւ դա նոր մոտեցում է, նոր հայացք է մեր շատ ճանաչած ու սիրած երկերի։ Շնորհակալ։ Քեզ եմ շնորհակալ Արքունիք ջան։ Սիրելի ռադիո լսողներ, վերջում հիշեցնեմ, որ բարձր գրականություն նախագիծներ հանրային ռադիոյի եթերում ես Արքունիք Նիկողոսյանն եմ, զրուցում եի հոկեբան Արամ Խաչատրյանի հետ։ Մեր զրույցի թեման Հովհաննես Թումանյանի Լոռեցի Սաքոն պոեմներ։ Լավ եղեք։